Մենք տեսնում ենք, որ Նիկոլը խաղաղության տակ ուրիշ բան է հասկանում։ Մենք դեմ ենք նաև պրոռուսամետ կուրսին։ Եվ ռուսամետ ուժերը եւ արևմտամետ ուժերը իրանք բոլորն էլ նույն վնասն են տալիս։ Հայաստանը կարող է ավելի շուտ կորցնի իր պետականությունը, քան հասնի Բրյուսել։ Ինչպիսի արտաքին քաղաքական դոկտրին պետք է որդեգրի Հայաստանի Հանրապետությունը, եթե դուք լինեք իշխանության։ Որպես երկիր կամուրջ դոկտրինա։ Մենք եղել ենք ժամանակին էլ իշխանություն, որը իր արժև ինչ խնդիր դրել է, արել է։ Մենք պատերազմի մեջ ենք հաղթել։ Հիմա պատրաստ եք կրելու այդ քաղաքական պատասխանատվությունը, եթե չանցնեք խորհրդարան եւ փոշիացնեք այդ ձայները, որոնք մարդիկ կտան ձեզ։ Ինչ առաջարկում փոշիացել, կարեք էլ բացատրեք։ Մենք չպետք է թույլ տանք, որ Արևմուտքն ու Ռուսաստանը Հայաստան տարածքի վրա վարեն պրոքսի պատերազմ։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրը ՀԱԿ փոխնախագահ, Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն է։ Պարոն Զուրաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ ձեզ։ Պարոն Զուրաբյան, ինչու որոշեցիք մասնակցել ընտրություններին ու ինչու միայնակ։ Դե 2 տարի է խոսում ենք համախմբման մասին, համարյա եղավ, բայց ինչ որ խնդիրներ տեղի ունեցան, որոնք բացարձակապես մեր կամքից կախված չէին, հետևաբար գնում ենք առանձին, որովհետև ունենք ասելիք, ունենք ծրագիր։ Շատ լավ, ես նայում էի ձեր վերջին համագումարը, այնտեղ ելույթ էին ունենում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ուժեղ Հայաստանից, նոր ուժից, ապրելու երկրից, եւ մի պահ թվում էր, թե այդ համախմբումը կարող է տեղի ունենալ, բայց ինչ որ բան այն չգնաց, այդ ինչն էր, որն էր պատճառը, էլի, որ տեղի չունեցավ համախմբումը։ Նախ դա վերջին համագումարը չէր, մենք մի սերիա ունեցանք, 3 համագումար անցկացրեցինք եւ դա նախավերջին համագումարն էր։ Այնտեղ այդ են ժամանակներ, երբ որ մենք արդեն ըստ էության դաշինքի կնքելու process-ի մեջ էինք։ Ասում եմ նորից դա չկայացավ մեզնից անկախ պատճառներով։ Պատճառը ամբիցիաներն էին։ Դե ես չեմ ուզում որևէ գնահատական տամ, որովհետեւ մեզ համար կարևորը այս երկիրը ճիշտ ուղղությամբ գնա։ Հիմա եթե մենք պետք է նստենք քննադատենք ասենց ասեմ Փաշինյանին հեռացնելու գործում հնարավոր պարտներներին, դա մեզ ուր կբերի։ Ես կարծում եմ, որ մենք պետք է անենք մեր գործը։ Եվ մենք ունենք անելիք, ունենք գործ, ունենք ասելիք եւ ունենք արդյունքին հասնելու ծրագիր։ Շատ լավ, ասում եք, որ Փաշինյանն ունի աջակցություն դրսից, կարող է վարչական ռեսուրս կիրառել, բռնաճնշումներ հակառակորդների քաղաքական հակառակորդների նկատմամբ այս պայմաններում ինչպիսին է գնահատում ձեր շանսերը հաջողության հասնելու։ Երբ որ ես ասում եմ, որ դրսից աջակցություն ունի, ես դա ասել եմ, որովհետև կա աննախադեպ բան է կատարվում, այսպեսի բան երբեք չէր եղել, որ դրսի պետությունները իրենց խաղադրույքը նախորոք եւ բացահայտ ասեն։ Ասենք մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները իդեմս J.D. Vance-ի եւ Եվրոպական միությունը ակնհայտ հայտնել են, որ իրենք օգնելու են Նիկոլ Փաշինյանին ընտրվել։ Ուրեմն ես դες տեղեկացրեմ, ով չգիտի դրա մասին, նման բան տեղի ունենում միայն, եթե խոսքը գնում է աշխարհաքաղաքական շահերի պաշտպանության համար։ Այսինքն այդ պետությունները երբեք չեն միջամտի, իսկ սա մաքուր միջամտություն է մեր գործերի մեջ, եթե իրենք չունենային աշխարհաքաղաքական լուրջ շահեր Հայաստանում իրենց ուզած իշխանությունը պահպանելու եւ ինչ որ նպատակների գնալու։ Ցավոք սրտի այդ շահերը ոչ մի կապ չունեն մեր բուն հայկական օրակարգի հետ, որովհետև այդ շահերը կապված են մի պրոյեկտի հետ, որպեսզի Հայաստանի վրայով ստեղծվի այդ Զանգեզուրի միջանցքը, որի նպատակն է մեկուսացնել Հարավային Կովկասից Ռուսաստանին եւ Իրանին եւ առաջ տանել աշխարհաքաղաքական նպատակները։ Եթե այդ պրոյեկտի իրագործման, ասենք, ճանապարհին զուգահեռ մտածեին նաև Հայաստանի շահերի մասին, կասեինք, միգուցե լավ բան է կատարվում։ Ցավոք սրտի դա իսկապես Հայաստանի շահերի հետ ոչ մի կապ չունի, որովհետև դա շատ միակողմանի աշխարհաքաղաքական պրոյեկտ է
եւ ինքը ստեղծում է այնպեսի ծանր անհավասարակշռություն դիսբալանս այս երկրում, այսինքն որովհետեւ անտեսվում են այլ երկրների շահեր, Իրանն է, Չինաստանն է, Հնդկաստանն է, Ռուսաստանն է, ի վերջո եւ այդ ամեն ինչը շատ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում եւ մենք արդեն տեսնում ենք այդ պայթյունների առաջին, այսպես ասած, ակտերը, դրսևորումները։ Ես նկատի ունեմ ամերիկյան-իսրայելական պատերազմը Իրանի դեմ, որի հետևանքով փաստորեն բավականին ուժեղացավ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում եւ թուլացան Ամերիկայի դիրքերը այստեղ։ Բանն այն է, որ պատերազմի ընթացքում, որը ի դեպ դատարկեց ամերիկյան հրթիռային պաշարների, ասենք տարբեր գնահատականներով 45-ից 50%-ը, իրանք չհասան այդ նպատակներին, մինչդեռ Իրանը կարողացավ ոչնչացնել ամերիկյան բազաների 80%-ը եւ ըստ էության այլևս այս տարածաշրջանում որևէ պրոյեկտ, որը ունի ամերիկյան, այսպես ասեմ, աջակցություն, ինքը բավականին կասկածելի հեռանկարներ ունի, մասնավորապես TRIP-ի պրոյեկտը, որը Նիկոլի գլխավոր ոնց որ խաղաքարտն էր, երբ որ ինքը հայտարարում էր, թե խաղաղություն է բերել։ Իհարկե այդ ամբողջը սուտ էր, խաղաղությունն չէր բերել, անգամ միջև իրանական պատերազմը։ Դա սուտ էր, խաղաղություն բերած չէր։ Այդ TRIP-ը ընդհանրապես մտադրությունների մասին հուշագիր էր, ոչ մի իրավական պարտավորություն, ոչ մի երկիր իր վրա չէր վերցրել, բայց գոնե կարելի էր խոսել նրա մասին, որ քաղաքական լուրջ մտադրություններ կան, լուրջ պետությունների կողմից։ Հիմա դրա մասին էլ շատ դժվար է խոսել, որովհետև նորից եմ ասում, այդ պրոյեկտը հիմա հայտնվել է հարցականի տակ։ Այսինքն ստեղծված տարածաշրջանային իրողությունների պայմաններում TRIP-ի իրականացումը այս կարգավորումներով, որը հիմա կա, անհնար եք համարում կամ անիրատեսական եք համարում։ Պատկերացրեք, ասենք Իրանը, եթե առաջ միջև պատերազմը լինելով իրեն համարելով խոցելի վիճակի մեջ եւ չուզենալով հակամարտություն առաջացնել ավելորդ զուսպ էր արտահայտվում, չնայած էլի անհամաձայնություն լսելի էր, զուսպ էր արտահայտվում TRIP-ի մասին, հիմա բացարձակապես չի զսպում իր արտահայտությունները եւ միանշանակ ասում է, որ այդպեսի բան չի լինի, ու գիտեք ինչ, երբ որ դու տեսնում ես, որ իրենք կարող են հանգիստ ոչնչացնել ամերիկյան բազաները Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Քաթարում, Միացյալ Էմիրատներում եւ ակնհայտ է, որ Ամերիկան լինելով աշխարհի ամենահզոր ռազմական առումով երկիրը չի կարողանում միջև վերջ երաշխավորել, այսինքն ընդհանրապես չի կարողանում երաշխավորել այդ երկրների անվտանգությունը, ու հասկանում ես, որ նման պրոյեկտը եթե սկսվի իրականացվել Սյունիքում, ինքը անմիջապես դառնալու է իրանական ճնշման թիրախ։ Իսկ ձեր հաջողության պարագայում ո՞նց եք պատկերացնում այս TRIP-ի իրագործումը, ընդհանրապես ինչ փոփոխություններ դուք առաջարկում եք փոփոխություններ, այսինքն BRICS plus TRIP ձևաչափը հիմա ստեղծված պայմաններում դա արդյոք շարունակում եք պնդել, որ դա է լավագույն լուծումը։ Հիմա նայեք, ծրագրային բովանդակության առումով ոչ մի բան չի փոխվել, ուղղակի կարող է այդ անվանումը մի քիչ փոխենք, որովհետև ասացի TRIP-ը արդեն հարցականի տակ է, մեր ասած ինչ էր, քանի որ սա միակողմանի պրոյեկտ է, պետք է ներդաշնակել բանը աշխարհաքաղաքական շահերը, այսինքն մեր տարածքում փորձենք այնպեսի ստեղծենք հանգույց, որը լինի եւ արևմուտք եւ արևելք եւ հարավ-հյուսիս երկաթուղային կապի հանգույց, որում, ասենք, փայատիրության կարգով մտնեն բոլոր այն երկրները, աշխարհաքաղաքական շահեր այստեղ ունեցող գերտերությունները եւ երկրները մեր հարևան մի այսպիսի մեծ դարի գործարք, որը մի քիչ նման է այն ինչ որ արեց նրան ինչ որ արեց Ադրբեջանը 1994 թվականին նավթի շուրջ,
Նման մի գործարք մենք պետք է անենք մեր գլխավոր ստրատեգիական ակտիվի շուրջ, Սյունիքի այդ հաղորդակցային այդ իր ստրատեգիական նշանակություն ունեցող ակտիվի շուրջ, անենք այդ հանգույցը կառուցենք։ Հիմա մենք էլի համարում ենք, որ Հայաստանը պետք է լուծի իր տրանսպորտային խնդիրները։ Ամենակարևոր բանը գիտեք որն է, որ անգամ եթե մենք այս խաղաղության հարցերը լուծում ենք, իսկ խաղաղության հարցերը կարելի է լուծել, ինչպես ասացի, հավասարակշռությունը վերականգնելով։ Միևնույն է մնում է մի հարց, մենք ցամաքային երկիր ենք, չունենք հասանելիություն դեպի մեր տարածքով դեպի նավահանգիստներ, մենք այլ երկրների միջոցով հասնենք նավահանգիստներ, բայց եթե անգամ այն թրիփը կանար կամ նման մի ապաշրջապակում լիներ, մի ուղղություն, որն է հնդկական օվկիանոսի նավահանգիստները, ինքը մնալու էր ցամաքային առումով ավելի դժվար ուղղություն, որովհետև մենք երկու երկրով պետք է անցնենք, կամ պետք է Ադրբեջան-Իրան, կամ Թուրքիա-Իրան ճանապարհով գնանք դեպի այդ բանը, դեպի Պարսից ծոց եւ ընդհանրապես հնդկական օվկիանոս, իսկ եթե մենք կառուցում ենք երկաթուղի, որը մեզ ուղիղ կապում է Իրանի հետ, դա նշանակում է մենք կապվում ենք այդ նավահանգիստների հետ մեկ երկրի միջոցով։ Հիմա դուք ասեք, ի՞նչ տարբերություն երկու երկրի միջոցով կապվենք, թե մեկ երկրի միջոցով կապվենք։ Տեսապես ավելի շահավետ չի։ Տեսապես շատ ավելի մեծ նշանակություն։ Իրականում համաշխարհային բանկի հաշվարկներով դու եթե մեկ երկրով ես հասնում, արդեն քո բանի այդ տրանսպորտի բաները գները աճում են մոտավորապես մի 50%-ով, իսկ եթե երկրորդ երկրով ես անցնում, արդեն 100%-ով է աճում, դες միջին հաշվով։ Այսինքն սա նշանակում է, որ դա լուրջ մեզ համար խնդիր է, որ պետք է լուծենք։ Բացի դրանից Հայաստանը կդառնա տրանզիտային երկիր, Վրաստանի ու Հայաստանով, Իրանով, Պարսից ծոցը եւ Սև ծովը իրար հետ կապվեն, դա Իրանի համար էլ է ստրատեգիական կապ եւ դեպի Եվրոպա եւ դեպի Ռուսաստան, այնպես որ Չինաստանը, Հնդկաստանը դրա մեջ հետաքրքրված կլինեին, այսինքն սա մեզ համար շատ կարևոր պրոյեկտ է ու մենք առաջարկում ենք այս պրոյեկտը ոչ միայն որպես սոցիալ-տնտեսական զարգացման պրոյեկտ, դրանից օգտվելու են բոլորը, 20 բան է կառուցվելու Հայաստանի տարածքի վրա, 20 կայարան, այդ 20 կայարանի բնակիչները Ագարակից սկսած մինչև Գագարին գյուղը, նրանք բոլորը դառնալու են ակտիվ տնտեսական գոտու բնակիչներ, այսինքն այնտեղ զարգանալու է տնտեսություն, չգիտեմ, ինդուստրիա, չգիտեմ, բանի սպասարկման ոլորտը, կաֆեներ, ռեստորաններ, չգիտեմ, ամեն ինչ։ Էլ չեմ ասում, որ դա էապես, ասենք, մեր մրցունակությունը հարավային շուկաներում կմեծացներ, մեր ապրանքների, բացի դրանից կեժանացներ մեր սպառման ապրանքների գները, որ մենք այնտեղից գնում ենք, ասենք նույն Չինաստանից, Հնդկաստանից, չգիտեմ, Ինդոնեզիայից, որը շատ կարևոր շուկա է դառնում։ Այսինքն սա շատ կարևոր ծրագիր է։ Ընդհանրապես, եթե ուզում եք, ես Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագիրը ներկայացնեմ մի քանի նախադասությամբ, դա հետևյալն է. հաստատել ինքնիշխան խաղաղություն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, վերականգնելով այդ հավասարակշռությունը, կառուցելով այս երկաթուղին, կառուցել այս երկաթուղին որպես առանձին սոցիալ-տնտեսական զարգացման պրոյեկտ, ավարտել հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, որը մի խայտառակություն է, որ այսքան տարի ոչ Սերժ Սարգսյանի օրոք, ոչ Նիկոլ Փաշինյանի օրոք չկարողացան անել, իրականացնել Հայաստանի տեխնոլոգիական հեղափոխության մեր պրոյեկտը, մենք դա արդեն ներկայացրել ենք մեր հանրությանը, շուտով նաև նախընտրական ծրագիրը կհրապարակվի, բոլորը կիմանան, եւ վերջինը, որ ասած մեծ բլոկը, դա բանն է, մեր քաղաքական, տնտեսական համակարգի, կառավարման համակարգի առողջացումն է, այսինքն դա մի հատ բլոկ է, որը իր մեջ պարունակում է
Սահմանադրության փոփոխությունը կիսանախագահական համակարգի ու այդ նույն ժամկետում 5 տարվա մեջ մենք կանցկացնենք նախագահական ուղիղ ընտրություններ, դա ենթադրում է նոր հակակոռուպցիոն կառույցների ստեղծումը, մի ամբողջ համակարգ ենք մենք մտցնում, այդ թվում օգտագործելով, ասենք, ժամանակակից տեխնոլոգիաները, անդամ բլոկչեյնը, տարբեր մոնիտորինգը, արհեստական բանականությունը, որը ուղղված է կոռուպցիայի ըստ էության ոչնչացմանը, եւ ազատ մրցակցություն, խրախուսող հարկային քաղաքականություն եւ այսպես շարունակ։ Այսինքն սա մի ամբողջ մի հատ ծրագիր է դառնում, թե մենք երկիրը ոնց պետք է առաջ տանենք։ Պարոն Զուրաբյան, օրեր առաջ հանդիպել էին Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները, Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացման հետ կապված բանակցություններ էին ընթացել։ Եթե երկաթուղին սկսում է գործել, դեպի ծով ելքի հարցը սրանով չի լուծվում, թե մեզ նաեւ երկրորդ ճանապարհն է պետք դեպի Հնդկական օվկիանոս գնացող։ Այդ երկաթուղով լուծվում է դեպի միջերկրական ծով ու կապի ստեղծումը։ Այո, այդ լուծվում է, բայց ոնց է լուծվում դեպի Պարսից ծոց կամ Հնդկական օվկիանոսի նավահանգիստները։ Այդտեղ մենք էլի պիտի մտնենք Թուրքիա, մտնենք Իրանի տարածք, նոր դուրս գանք, որը ասացի նորից թանկացնում է մեր հաղորդակցությունը։ Բայց քանի որ դուք հիշեցիք այդ բանակցությունները, ես ուզում եմ օգտվել առիթից եւ ասել, որ իրականում թվում էր, թե Նիկոլ Փաշինյանը մեզ համոզում է ամեն օր, որ մենք հաստատել ենք խաղաղություն, մեզ էլ առաջարկում է վայելել այդ բանը խաղաղությունը, հետո իհարկե հայտարարում է, որ եթե սահմանադրական մեծամասնություն չստանա այս ընտրություններում սեպտեմբերին լինելու է աղետալի պատերազմ, ինքն էլ չի հասկանում, որ մի ասածով մյուս ասածը ոչնչացնում է, երկուսն էլ սուտ է բնականաբար, բայց այն որ պատերազմը ավարտված չի, վկայում են այն փաստերը, որ մինչև հիմա այդ հայ-թուրքական սահմանը բաց չի։ Շատ փաստեր կան։ Սահմանազատումը Տավուշից հետո չի շարունակվել։ Խաղաղության պայմանագիրը ստորագրված չի։ Ու շարունակում են ինչ-որ նախապայմաններ, պահանջներ դնել, այդ թվում նաև խոսում են 300,000 ադրբեջանցիների վերադարձը դեպի Հայաստան, որը հասկանում ենք ընդհանրապես ինչ է, դա ընդհանրապես ծրագիր է ժողովրդագրական իրավիճակը փոխելու Հայաստանում, Սյունիքը ըստ էության, եթե ոչ պատերազմական, ապա խաղաղ ձեռքով, խաղաղ մեթոդով իրանցով անելու եւ ըստ էության հայկական պետության էությունը փոխելու, ոչնչացնելով մեր պատմամշակութային ինքնությունը։ Սա ինչ է, սրանում դնում ենք խաղաղություն, գերիներին ու բաներին, այդ Արցախի ղեկավարին միջև հիմա Բաքվում պահում են, խոստանգում են, որտեվ դա այլ կերպ անվանել չի կարելի, սահմանները չեն բացում, գալիս ենք էլի հայ-թուրքական սահմաններին։ Լավ, ես ինչ էր, այդքան խաղաղության մեջ էինք, դուք էլ ուզում էիք բանը, որ ձեր ուզած Ֆիդան ասելա, չէ՞ պիտի նպաստենք, Փաշինյանը ընտրվի եւ այլն եւ այլն։ Եթե դուք էլ ուզում էիք, որ այդ բանը լիներ, ավելի լավ նվեր հնարավոր չէր տալ, բացելով մեր սահմանները։ Ի վերջո, այն ժամանակ միշտ ասում էիք Ղարաբաղի հարցն է, խանգարումը, սահմանները փակեն։ Հիմա ի՞նչն է խանգարում ձեզ բացել այդ սահմանները։ Ասեմ ինչն է։ Իրենք շարունակում են ըստ էության Հայաստանի վրա ճնշման քաղաքականությունը։ Իրենք ուզում են Զանգեզուրը անել իրանցով։ Եվ այս ճնշումները շարունակելու են, ուղղակի հիմա իրանց պետք է Փաշինյանին պահել իշխանության գլուխ, դրա համար մոտ 1.5 տարի է կրակոցները դադարեցվել են, տվել են Փաշինյանին մի հատ տենց հնարավորություն, որ ինքը ներկայացնի, որ ամեն ինչ լավ է, չեն կրակում, սահմաններում ոչ մի խնդիր չկա, Հայաստանը ծաղկում է ըստ էության, եւ թող ինքը ընտրվի, հետո այդ ամեն ինչը նորից ամբողջ ուժգնությամբ կվերականգնվի։ Ու մի հատ կուզեի անդրադառնալ այդ թեզիսին, մի հատ ելույթ ունեցել, ասում է, ով կասի, որ Հայաստանը չի ծաղկում։ Ես կասեմ, որ Հայաստանը չի ծաղկում։ Ինչպես չի ծաղկում, պարոն Զուրաբյան։ Շատ պարզ ձևով։ Իսկ ինքը մտածել է, այդ ենթադրյալ ծաղկման աղբյուրները որն են։ Ասում են առևտուր են քանում Ադրբեջանի հետ արդեն։ Հա,
Բայց ոնց եղավ որ բենզինի գինը անգավ 400, չգիտեմ քանի, 40, հիմա էլի բարձրացել է 553։ Դե իրենք ասում են, տեսեք, խաղաղության ամենակարևոր գործոններից մեկը փոխադարձ առևտուրն է, օրինակ տնտեսական կապերը միմյանց հետ, մենք արդեն մանր հաստատում ենք։ Դե ուրեմն մենք ակնկալ էինք, որ Ադրբեջանը հաներ այդ շրջափակումը, որ բենզինի վագոնները այստեղ գան ոչ թե որպես Ալիևի բարի կամքի դրսևորում, այլ որպես դա նորմալիզացվեր որպես ինստիտուցիոնալ հարաբերություններ մեր երկրի միջև, որովհետև մի բան որ կախված է Ալիևի բարի կամքից, նույն ձևի կախված է իր չար կամքից, եւ այն օրը որ իր բարի կամքը փոխվի չար կամքով, այդ ամեն ինչը դադարելու է։ Այսինքն այս ամեն ինչը իրականում բան է, հեքիաթ է, մեր ժողովրդին ֆռցնելու, խաբելու մի հատ գործընթաց։ Հիմա ասում եմ բալա, ծաղկում է։ Գիտեք, կարեք ասեք, ամենակարևոր պատճառը թե ինչի է մեզ մոտ քիչ թե շատ կայուն իրավիճակ մեր տնտեսության մեջ, որն է։ Օրինակ մենք ունենք լավ զարգացած բանկային համակարգ։ Դա չէր կարող լինել առանձին վերցրած տնտեսության կայուն վիճակի արգասիկ։ Դե օրինակ ռեէքսպորտը, վերարտահանումը։ Դա տնտեսության զարգացմանը նպաստել վերջին տարիներին։ Տնտեսության, ասենց ասեմ էլի, տնտեսությունը կայուն պահող մի ֆակտոր չի կարող այդպես բան լինի։ Գլխավոր ֆակտորը այսօրն է, որ մենք ունենք շատ էժան էներգետիկա։ Էներգետիկան էժան է։ Մենք ունենք $177 գնվող ռուսական գազ, որը հետո էլեկտրաէներգիա է դառնում, որը աշխարհում տենց գին չկա։ Այդ տենց գին չկա։ Իրանը օրինակ, որը բավականին էժան է ծախում, ինքը ասենք 220-ից 250 տենց այդ բանով է ծախում, նույն Ադրբեջանը իր գազը, այսինքն, բայց էլի հարց է, իսկ մեզ ով այդ գնով կծախի։ Եթե այսինքն մենք ոնց որ sense որոշել ենք ամեն ինչ անել, որ հանգարցակի մեր կայունությունը տենց երկար չտևի, որովհետև այն ուղղություններով որ տանում է Փաշինյանը շատ արագ կբերի տնտեսական կոլապսի, բացատրեմ ինչու։ Այս վերջերս մի հատ լավ զրույց եղավ արհեստական բանականության հետ, Gemini-ի հետ, Gemini-ի հետ, որը ես այնքան հետաքրքիր էր, որ անգամ հրապարակեցի իմ բանում, այդ Facebook-յան էջում, որը ինքը արհեստական բանականությունը ըստ էության իր գլխավոր եզրակացությունը հետևյալն էր, որ Հայաստանը կարող է ավելի շուտ կորցնի իր պետականությունը, քան հասնի Բրյուսել։ Այդ նրա խոսքերն են, որովհետև եթե կարճ ասեմ, պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ դու կարող ես գնալ նման քայլերի, ասենք Եվրոպական միություն ընդունվելու, չնայած ոչ ոք այնտեղ մեզ պատրաստ չի ընդունել, դրա մասին էլ է շատ պարզ վերլուծություն տրվում, որ իրականում լիքը երկիր կա, որ չեն ուզում, որ այդ բանը լինի, ու հետևաբար քանի դեռ այդ երկրները չեն ցանկանում նման բան, այդ բան չի լինի։ Եվրոպական միության պաշտոնական ընդարձակման քաղաքականության մեջ Հայաստան գոյություն չունի։ Բայց ասենք մի րոպե համարենք, որ Եվրոպան այնուամենայնիվ բաց է այդ բանի համար։ Նախ Եվրոպական միությունը ինքն է գտնվում արդեն բավականին ծանր էներգետիկ ճգնաժամի մեջ, որը ավելին սրվել է այս իրանական իրադարձությունների պատճառով, որտեղ Հորմուզի նեղուցքը փակվել է եւ հիմա նավթը, գազը եւ այլն ամեն ինչ թանկացել է եւ Եվրոպան հիմա գտնվում է ուղղակի ծանր ճգնաժամի մեջ եւ բոլորը սպասում են սրտատրոփ ինչ որ լուծման, այդ լուծումն էլ չի գալիս։ Բայց այդ մի կողմ դնենք, ասենք դա կկարգավորվի։ Միևնույնն է, Հայաստանին ոչ ոք չի պատրաստվում, ասենք այդ պայմաններով վառելիք տալ ու սենց ասեմ, դու գոնե պիտի կառուցեիր, եթե դու ուզում ես գնաս Եվրոպական միություն, դու պիտի կառուցես դրա համար համապատասխան էներգետիկ եւ հաղորդակցության եւ տնտեսական ալտերնատիվը։ Շուկաները, ստանդարտները պիտի մոտեցնես Եվրոպական միության,
պետք է բան անես Ռուսաստանին ալտերնատիվ շուկա գտնես ալտերնատիվ քո էներգետիկան։ Այդ ամեն ինչը տասնյակ տարիների աշխատանք է, որը անպայման պետք է անել, անգամ եթե դու չունես նպատակ մտնելու Եվրոպական միություն, դա մեկը պետք է անել, որովհետև ինչքան քո էներգետիկ անվտանգությունը, տնտեսական անվտանգությունը ավելի բարձր մակարդակի վրա գտնվի, այնքան լավ քո համար։ Հիմա, բայց մենք այդ աշխատանքը չարած, արդեն վերցնում ենք մեր վրա բոլոր բացասական էֆեկտները եւ վտանգները կապված դրա հետ, որ մենք արդեն հայտարարում ենք քաղաքական կուրսը, որ պետք է գնանք Եվրոպական միություն։ Այսինքն ավելի հիմար, ավելի ռազմավարական որևէ մտքից զուրկ քաղաքականություն դժվար է պատկերացնել։ Հիմա ասում է ծաղկում է, հա, ու ծաղկելը իհարկե բան է, բայց հա կայուն է, իրականում կայուն է։ Բայց նույն, ասենք, այդ լուրջ, որ մտնում ես այդ վերլուծությունների մեջ, դու տեսնում ես հետևյալը. Հայաստանի տնտեսությունը առանց այդ էժան ռուսական գազի, մենակ այդ բանն են վերցնում, կոլապսի մեջ կընկնի միանգամից։ Պարոն Զուրաբյան, ինչպիսի արտաքին քաղաքական դոկտրին պետք է որդեգրի Հայաստանի Հանրապետությունը, եթե դուք լինեք իշխանության։ Այդ մենք ձևակերպել ենք որպես երկիր կամուրջ դոկտրինա։ Այսինքն մենք համարում ենք, որ Հայաստանը չպետք է բլոկավորվի, չպետք է դառնա ոչ պրո-արևմտամետ, ոչ պրո-ռուսամետ, ոչ որևէ այլ մետություն որդեգրի։ Հայաստանը պետք է բոլոր երկրների հետ փորձի գտնել համագործակցության եզրերը։ Այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, վերցնելով այդ Եվրոպամետ, արևմտամետ ուղղությունը եւ ռուսատյաց բանը ուղղությունը, դա ըստ էության Հայաստանը աշխարհաքաղաքական հակամարտության թաթերաբեմ դարձնելու քաղաքականությունը։ Այսինքն ինքը ուղղակի հրավիրում է այսպես կոչված պրոքսի պատերազմը Հայաստան։ Պրոքսի պատերազմը ո՞րն է։ Իրար հետ անմիջապես չեն կռվում, ասենք, օրինակ Ուկրաինայում ի՞նչ է կատարվում։ Ուկրաինա պրոքսի պատերազմն է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Իրար չեն խփում, միշտ որդավորված խփում են ինչ որ մի երկրում այդ պատերազմ են սարքում։ Բոլոր այդպիսի երկրներ քանդվել են ու քանդվում են։ Հիմա Հայաստանին Նիկոլ Փաշինյանը տանում է այդ կուրսով։ Այդ կուրսով տանում է եւ դա շատ վատ կուրս է։ Մենք ասում ենք, որ ընդ որում մենք դեմ ենք նաեւ պրոռուսամետ կուրսին։ Մենք համարում ենք, որ եւ պրոռուսամետ եւ ռուսամետ այդ ուժերը եւ արևմտամետ ուժերը իրանք բոլորն էլ նույն վնասն են տալիս։ Եթե դու ռուսամետ ես, ասենք ռուսամետ իշխանություն է գալիս իշխան բանը։ Ինքը ինչ անելու, մենք խնդրեմա դառնալու մեր ոնց որ ասենք հիմա Վրաստանի հետ մոտ տեսնում ենք, չնայած ինչ որ մի կերպ նրանք կարողանում են դրատակից դուրս գալ, բայց մեծ հաշվով դա խնդիրներ է ստեղծում օրինակի համար արևմտյան կամ ամերիկյան ֆինանսական ինստիտուտների հետ եւ հաշվարկային, բանկային այդ հաշվարկային համակարգում եւ կրեդիտների եւ բանկային կայունության, որի մասին դուք խոսեցիք, եւ բանի World Bank-ի եւ IMF-ի աջակցության առումով։ Իսկն դա խնդրեմ է։ Բայց շատ ավելի մեծ խնդրեմ է իդեպ ստեղծվում, երբ որ եթե վերցնես արևմտամետ, այսպես ասած բանը, որտեղ իրականում դրա արդյունքը այն է, որ ոչ մի ինվեստիցիա լուրջ չես ստանում, կարող ենք խոսել են 9 միլիարդ ինվեստիցիայի մասին, որ JD Vance-ը խոստացել էր, որտեղ դա թարգմանության արդյունք էր, էլի 9 միլիարդ ներդրման մասին չէր խոսքը։ Ինչքան էլ լինի, խոսում են, չէ՞, այդ բանի։ Բայց մի հատ էս միտքս ավարտեմ, հետո կվերադառնանք դրան։ Իրականում ոչ մի բան չենք ստանալու, դառնալու ենք Ադրբեջանի վասալը եւ ենթարկվելու ենք, ինչ ասեմ, շատ ծանր ճնշմանը եւ Ռուսաստանի եւ Իրանի կողմից։ Այսինքն նորից ոնց որ երկիրը դառնալու է արևմտամետ եւ ռուսամետ ուժերի կռվի թաթերաբեմ, ընդ որում ասենց ասեմ, խնդրեմը նաեւ նրա մեջ է, որ դա ազգն է պարակտում։ Մենք բաժանվում ենք երկու մասի մեր ժողովուրդը, ռուսամետ եւ արևմտամետ, որը ինքնին արդեն խնդրեմ է։ Ու սկսում է այսպեսի խոսակցություններ, որ բանը հայրաքելական եկեղեցու բանը KGB-ի ագենտ է, սա այն է եւ այլն։ Այս բաները առաջին հերթին վնասում են, թուլացում են, խարխլում են հայոց պետականությունը։ Մեր ասած հետեւելն է։ Մենք
չպետք է թույլ տանք, որ Արևմուտքն ու Ռուսաստանը Հայաստան տարածքի վրա վարեն պրոքսի պատերազմ։ Մենք պետք է ասենք, ուզում եք մրցակցեք ազդեցության համար Հայաստանում, մրցակցեք ներդրումներով, ձեր տնտեսական պրոյեկտներով եւ ընդհանրապես ինչով ուզում եք, մշակույթով, չգիտեմ, ամեն ինչով, անվտանգության առումով էլ, տվեք մեզ զենք, ով ավելի շատ զենք կտա, այն ավելի մեծ ազդեցություն կունենա, բայց դա չի հանի մեզ մյուսի դեմ։ Այսինքն մենք առաջարկում ենք այս միակ հնարավոր մոդելը, ու մի հարցի եմ ուզում մի անգամից պատասխանեմ, որ դուք չեք տվել, բայց ինքը առաջանում է հանրության մոտ, բայց ասում են դա հնարավոր չի, պետք է ընտրես կամ այս կողմը կամ այն կողմը։ Ես ասում եմ, որ այդպես չի։ Մենք բազմաթիվ օրինակներ գիտենք, Միջին Ասիայի պետությունները, Ղազախստանը, Ուզբեկիստանը, թեկուզ նույն ինքը Ադրբեջանը, ասենք բազմաթիվ երկրներ կարողանում են հանգիստ համագործակցության կամուրջներ ստեղծել եւ Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ։ Մենք նույն բանը պետք է անենք։ Պարոն Զուրաբյան, ինչով է տարբերվում ձեր նշած արտաքին քաղաքականությունը, ՔՊ-ի ասած հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության գաղափարական առումով նկատի չունեմ այն ինչ որ գետնի վրա է արվում, այլ այդ երկու գաղափարները ինչով են իրարից տարբերվում։ Չէ, բայց իրանք սուտ են ասում, իրանք ամբողջ քարոզչությունը այսօր վարում է հետևյալ քարոզությունն է, չէ, որ բանա Ռուսաստանը մեզ խեղդում է, ինքը ուզում է պատերազմ, ինքը մեզ ծախեց, մենք պետք է Ռուսաստանից փոխվենք, պետք է գնանք դեպի Եվրամիություն, որ էդ էլ չի երիքում, հատ էլ ասում են բանա սպիտակ թուրք կա եւ այլն եւ այլն։ Էս չի ամբողջ բանը։ Ամբողջ ռետրոբանությունը սա է։ Բա որ ասում են օտար երկրին են ծառայում, ասենք հայրաքելակեն եկեղեցին, կարող է Պերուին նկատի ունեն կամ Պապուա Նոր Գվինեային։ Ռուսաստանին չէ նկատի ունեն։ Չեն էլ թաքցնում տենց բանի մակարդակը։ Բայց ու սա բանա հավասարակշռված քաղաքականություն է։ Գաղափարի մասին եմ խոսում, ոչ թե այն ինչ որ տեղի է ունենում հիմա գետնի վրա, այլ այդ գաղափարը ընդհանրապես։ Չէ, բայց իրանք կարող են անունը, իրանք նույն ձևի կարան ասեն կատվի անունը դրեն փիղ, հետո այն ինչ որ իրանք անում են, դա Ռուսաստանի հետ խզման, Արևմուտքի հետ բարելավման, Թուրքիայի, Ադրբեջանի հետ բարելավման քաղաքականությունն է, բայց Ռուսաստանի, Իրանի հետ խզման ըստ էության։ Էս է իրենց քաղաքականությունը։ Հիմա անունը ո՞նց կարելի է հավասարակշռված քաղաքականություն դնել։ Որտեղ է հավասարակշռված։ Այդ բանը, ասեմ կես հավասարակշռեմ բանի հայոյանքի փոխարեն, հա։ Դա իրենց մոտեցումը։ Սրանն դրում են հավասարակշռված, չեզոք։ Շատ լավ, պարոն Զուրաբյան, տնտեսությունից խոսենք մի քիչ էլ, Հայաստանի բյուջեի վրա հիմա տենց շատ բեռ կա առողջության ապահովագրությունը, պետական պարտքի սպասարկման գումարները, որոնք ամեն տարի ավելանում են միայն սպասարկման գումարները։ Ձեր իշխանության գալու դեպքում ինչպես եք պատկերացնում, որ կկարողանաք ոնց որ սրա տակից դուրս գալ։ Շատ լավ հարց եք տալիս, նախ ասեմ, որ երևի մի հատ բան է իշխանությունը, որ լավ արել է այս իր կառավարման ընթացքում, մնացածը ամբողջ ցախողումներ են, դա առողջապահության ռեֆորմն է, դա էլ ձեզ տեղեկացնեմ, այդ առողջապահության ռեֆորմը, դա Հայ ազգային կոնգրեսի ռեֆորմն է, որը ստեղծված է 2012 թվականին, մեր ծրագրերում կար եւ 12 թվականին եւ 18 թվականին, մենք չմասնակցեցինք, բայց ծրագիրը հրապարակեցինք ու մեր 21 թվականի ծրագիրն է։ Այս ընտրությունում մենք այլևս դրա այդ ծրագրի մեջ չենք դնի, որտեղ այդ բանը իրականացվեց։ Ու այդ միակ բանն է, որ իրանք քիչ թե շատ նորմալ արեցին եւ դա ունեցավ էֆեկտ։ Ժողովուրդը շատ գոհ է։ Մենք միշտ ասում ենք, պետք է համընդհանուր պարտադիր ապահովագրության անցնել առողջապահությունը նորմալ առողջապահություն դարձնելու համար։ Սա ասում եմ, սա պատահական խոսքեր չեն։ Բոլորդ կարաք մտնեք մեր վեբսայթում, այդ բանը, այդ ռեֆորմը այնտեղ դրած է։ Եվ իրանք վերջապես արեցին այդ բանը։ Այդ իդեպ այդ մարդիկ էլ Արսեն Թորոսյանն էլ, չնայած ինքը կոնկրետ ձախողեց այդ ռեֆորմը, բայց Ավանեսյանի օրոք այդ բանը եղավ։ Հիմա իրանք եղել են կոնգրեսականներ։
մի լավ բան վերջապես եղավ։ Ես չեմ կարող չնկատել ու չասել դա։ Առողջապահության ռեֆորմը շատ լավ բան էր, եւ ժողովուրդը միանգամից օգտվում է եւ հասկանում է դա ինչ է։ Բյուջեի վրա ծախս, հա, հասկանալի է, բյուջեի վրա այդ ինչ որ ծախս նստելու է, բայց հիմա դուք ասում եք մենք ոնց ենք այդ ծախսերը Եթե հոգալու դուք լինեք իշխանության, կկարողանաք այդքան հարկ հավաքել։ Դե նայեք, մեկ ինչ ենք ասում։ Գիտեք, երբ որ ասում են այս ծրագրերը ոնց եք անելու, եթե բյուջեն այսքան է ընդամենը բան, բայց հարց, մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք երկաթուղին կկառուցենք, այդ բյուջեի վրա նստելու է ընդամենը $700 միլիոն, այդ էլ ենք հաշվարկած ասա, $700 միլիոն ծախս, որովհետև մնացածը բան է, ոնց որ leverage են ասում, բանը ֆինանսական տերմին կա, այսինքն դու այդ կապիտալը բերում ես այլ ձևերով, ասենք բանի միջազգային մասնակցության միջոցով, փայատիրությամբ եւ այլն եւ այլն։ Ասենք մենք առաջարկում ենք ուսանողական բանկի ռեֆորմը, որը մոտավորապես 15 միլիարդ դրամ է նստելու։ Okay, իդեպ շատ մեծ գումար չի, համեմատած այն առաջարկերի հետ, որոնք անում են որոշ ուժեր, որոնք առաջարկում են ընդհանրապես ձրի անվճար դարձնել ամբողջ բարձրագույն կրթությունը։ Վրաստանում անվճար է դարձել, Վրաստանը էլ այնպես չի մեր հետ անհամեմատելի երկիր է, էլի, եթե հասկանալի է, բայց հիմա նայեք, այդ դա կպահանջի մոտավորապես 75 միլիարդ դրամի բան։ Ասենք չգիտես ինչի այդ ուժերը չեն խոսում դրա մասին, որ այդ բեռը կլինի։ Ինչի է մեր ուսանողական բանկի, ասենք, գաղափարը ավելի հետաքրքիր։ Որովհետև ինքը ըստ էության բան անում, ապահովում է քո անվճար ուսումը առաջի տարիներին, այսինքն դու փող չունես, բայց դու կարող ես ուսում ստանաս։ Իսկ հետո դու ունենում ես 20 տարվա կամ 30 տարվա ժամանակ, այդ ընդ որում խոսքը գնում է երկարաժամկետ եւ շատ էժան, այսինքն համարյա անտոկոս վարկերի մասին։ Դա ըստ էության պետության կողմից ներդրում է։ Հիմա նախ դա ավելի փոքր բանա բեռա մեր բյուջեի վրա, երկրորդը դա ստեղծում է ավելի լուրջ մոտիվացիա ուսանողների համար, շատ կարևոր հարց է, որտեվ եւ ուսուցումը կարող է անորակ դառնա եւ ասենց ասեմ, ուսանողի որակը կարող է անորակ դառնա, որտեվ ինքը այդ մոտիվացիան չունի անվճարի դեպքում։ Հա, ինչ է, իրանից ինչ է գնում, ինքը գնում է սովորում, ասի չէ մտածում, որ ինչո պատասխանատվություն է այդ սովորելը նաև բերում իր վրա։ Եվ երրորդը, այսպես կոչված sustainability risk-ը, այսինքն դու ինչքան երկար շարունակական կարող ես դարձնել, դա շարունակականության լուրջ ռիսկեր կան։ Դրա մասին ենք խոսում, որ բյուջեն կարող է չդիմանա երկարաժամկետ առումով։ Մեր տարբերակը ինքը եւ լուծում է ըստ էության անվճար ուսման հարցը եւ որակի, ուսման որակի եւ ուսանողի որակի մոտիվացիայի եւ շարունակականության հարցը։ Հիմա բայց միևնույնն է, մենք գնալու ենք նաև խրախուսող հարկերի քաղաքականությանը, որը այո, կարող է բերի ինչ որ ժամանակներում, ինչ որ ժամանակային պակասորթի, ասենք, բյուջետային մուտքերի, որը շատ արագ պետք է սկսի իրականում շտկվել, որովհետև դու ըստ էության փոքրացնում ես բանը, բայց հարկային բազան է ավելանում ու դու կարողանում ես բյուջե հավաքել ավելի մեծ տեմպերով ու խրախուսող հարկերի ռեժիմով։ Հիմա, բայց եկեք մի հատ sense ասենք, հələ մի հատ պատկերացրեք այն ծրագիրը, որ ես ասեցին, որ անենք։ Ուրեմն մենք կառուցեցինք, մենք խաղաղություն հաստատեցինք, բացեցինք բոլոր սահմանները, ստացանք երկաթուղին կառուցեցինք, ստացանք ելք դեպի հնդկական օվկիանոս։ Դուք պատկերացնում եք դա ներքին համախառն արդյունքի ինչ տեմպեր է աճի բերում։ Ես ասում եմ 15%-ի ժամանակում չի լինելու, չէ՞։ Ոնց որ երկաթուղին կառուցելը 1 տարում չեք կարողանալու կառուցել, թե կարողանալու եք 1 տարում։ Չէ, ինքը երկարաժամկետ ծրագիր է նկատվում։ 1 տարում կարող է, չէ, բայց 2-3 տարում համենապես այդ մեր ընտրված ժամկետում հաստատ կարողանանք դա անել։ Հիմա ինչ եմ սենց ասում, որովհետև կներեք մենք եղել ենք
ժամանակին էլ իշխանություն, որը իր արժև ինչ խնդիր դրել է, արել է։ Մենք պատերազմի մեջ ենք հաղթել, որը բանը Ադրբեջանի նման հակառակորդ ունենալով, որը 2-3 անգամ մեզանից ավելի ուժեղ ա եղել բոլոր բաներով, ժողովրդագրությամբ, այսինքն բնակչությամբ, տնտեսական ռեսուրսներով, զինամթերքով եւ այլն եւ այլն։ Այս իշխանությունը ինչ անում։ Ես արդեն մտածում եմ մենք failed state-ի հետ գործ ունենք, այսինքն ձախողված պետության հետ։ Նայեք, հյուսիս-հարավը վերցրենք։ Քանի կիլոմետր է, գիտեք։ 576 կիլոմետր։ Ամբողջ այդ պրոյեկտը։ Քանիսն է սարքված, գիտեք։ 20%-ը։ 20-21%։ Այս որ ասես պոմպայով նշեցին, գնացին ավտոերթով, բան, ընդամենը Երևան-Գյումրի հատվածի մասին է խոսքը։ Էդ են բացել։ Հիմա հարց։ Դու 20%-ը այդ շինարարությունը ունենալով ամբողջ անհրաժեշտ ֆինանսավորումը սկսել է 2012 թվականից։ Անցել է 14 տարի։ 14 տարի դու սարքում ես այդ 576 կիլոմետրը, որը, ասենք, արդյունավետ իշխանության դեպքում, ասենք, պետք է տևեր մաքսիմում 7-8 տարի, մաքսիմում։ Այս մարդիկ չեն կարողանում սարքել։ Չի ստացվում։ 8 տարի իշխանության գլուխ ես։ Դու սարքել ես ընդամենը 75 կիլոմետր։ 8 տարի իշխանության գլուխ լինելով։ Ու այս կարելի է իշխանություն համարել, ասում եմ, մենք դա անելու ենք, որտեղ մենք գիտենք ինչ է նշանակում պետական մտածողություն եւ մենք գիտենք ոնց է պետք հասնել այդ նպատակներին, եւ եթե մենք այդ նպատակների իրագործմանը հասնում ենք, մենք ունենում ենք, ինչ ասեմ, աննախադեպ, իսկապես աննախադեպ հնայի աճ։ Ասում եմ, առաջի տարիներին կարող է 15%-ի էլ հասնի եւ այդ կլինի ծաղկում։ Ես մի հատ էլ բան ասեմ էլի ես կապակցությամբ։ Երեք նայեցի, ուրեմն մի հատ կլիպ էր, Նիկոլը գնացել է ինչ-որ գյուղ, դուրս է եկել, նա ինչ-որ ֆուտբոլի դաշտ են սարքել, գլուխը գոված, ինչպես միշտ, բան հիմա գալիս է մի հատ ծերուկ է մոտենում, ասում է, լսեք, մեր ջուրը ամենալավ ջուրն է, մենք վերջապես երբ ենք ջուր, այնքան լավ ջուր է, բայց բոլորս ծարավ ենք մնացել։ Ջուրի խնդիրը լուծված չի։ Ինչ է պատասխանում Փաշինյանը։ Ես կդնեմ հետո իմ բանում, page-ում, Facebook-յան էջում։ Ասում է, հա, ջրի խնդիրը գիտեմ։ Այդ ջրի խնդիրը ես արդեն ասել եմ, ոչ միտեղ թող չբարձրացրեն։ Այդ կլուծենք մեր առաջիկա 5 տարվա ժամկետում։ Այսինքն դուք հասկանում եք ես պատասխանը ինչ է նշանակում։ Հայաստանի ջուրը դա ամենամեծ ու ստրատեգիական ռեսուրսներից մեկն է Հայաստանի։ Խնդիրը բայց այն է, որ այդ ջրի երևի մենակ 30-40%-ն է, որ գնում է, ասենք, մեր նպատակների ոռոգման, չգիտեմ, խմելու եւ այլն եւ այլն։ Մնացածը թողում գնում է։ Բանով Ադրբեջան, Իրան, Թուրքիա, ինչու՞։ Որովհետեւ մենք որպես պետություն չունենք կարողություն ամբարելու ջուրը, չունենք համապատասխան ջրամբարների համակարգ, չունենք բանը խողովակաբաշխման տենց համակարգ, որը մեզ թույլ տար այդ ամբողջ ջուրը հավաքել, կառավարել, տալ անգամ ջրի մեր բանին, գյուղացուն, իսկ մնացածը, որտեվ բանը ավել կմնա, այդ էլ ծախել մեր հարևանների վրա, նույն Ադրբեջանի վրա, Իրանի վրա եւ այլն եւ այլն։ Այս էլեմենտար խնդիր է, սա անվտանգության խնդիր է։ Գիտեք, երկու բան կա, բացատրություն կա։ Կամ սրանք ապաշնորեն չեն կարողանում։ 8 տարի է այդ Եղվարդի ջրամբար, չգիտեմ ինչ բան։ Միջև մա չեն սարքել։ Մենք այդ մեր ծրագրում այդ սաղ ներկայացնում ենք։ Պետի ջրամբարը ավարտեցին։ Ինչպեսի ես ասում եմ, խոսքը գնում է իդեպ, մենք մեր ծրագրում նախատեսում ենք ջրի կառավարման նախարարության ստեղծում հատուկ։ Ինչի, որտեղ մենք գիտենք, որ այս բանը սա ստրատեգիական ռեսուրսի խնդիր է։ Սա ստրատեգիական կառավարման խնդիր է։ Դա ոչ թե պիտի
բան ջրային տնտեսություն, որը տեխնիկապես բաշխման հարցերն է լուծում։ Սա պիտի Հայաստանում ջրի կառավարման ոլորտում պոտենցիալի ստեղծման այդ ստրատեգիա։ Դրա համար մենք ջրի կառավարման համակարգ ենք, ջրի կառավարման նախարարություն ենք առաջարկում եւ 5 ջրամբար պետք է կառուցենք, այդ 5 տարվա մեջ էդ էլ այն ավելացրեք են իմ տեքստին, էդ էլ ենք անելու ու ես այստեղ մի երկու բան ունեմ վերսա, ինչի չեն արել 8 տարվա մեջ, ինչի չեն անում այս բան, ոչ միայն չեն անում, իրանք անգամ չեն ձևակերպել սա որպես նպատակ, որպես ստրատեգիա, որովհետեւ կամ իրանք ապաշտորեն, տգետ են, այդ գիտենք, B, որովհետև դա հեչ դուր չի գա Ադրբեջանին, Ադրբեջանը շատ դժգոհ կլինի այն բանից, որ ահագին ջուր, որ հենց այնց իրանց բանը հասնում է Հայաստանից, այդ ջուրը մենք սկսենք կառավարել, մեր ջուրը մենք սկսենք կառավարել, ու քանի որ մենք ասում ենք, որ մենք խոսում ենք ինքնիշխան խաղաղության մասին, այսինքն այնպիսի խաղաղության մասին, որտեղ գոնե մենք մեր երկրի ներսում մենք ենք կառավարում եւ մեր ռեսուրսները եւ մեր մարդիկ իրանք են որոշում իրանք ճակատագիրը, մենք տեսնում ենք, որ Նիկոլը խաղաղության տակ ուրիշ բան է հասկանում, ինքը հասկանում է ամեն ինչում ենթարկվել Ադրբեջանին, այդ թվում նաև ներքին կառավարման հարցերում, նաև ստրատեգիական ռեսուրսների կառավարման հարցերում, այս բանը մենք վերացնելու ենք, մենք սա վերջ տանք այս ամենին։ Պարոն Զուրաբյան, բոլոր քաղաքական ուժերը այս թեման չեն սիրում, բայց չեք վախենում ձայների փոշիացման ռիսկից։ Այսինքն դուք հիմա մասնակցում եք ընտրությունների, նախորդ ընտրություններին չեք հաղթահարել անցողիկ շեմը, հիմա պատրաստ եք կրելու այդ քաղաքական պատասխանատվությունը, եթե չանցնեք խորհրդարան եւ փոշիացնեք այդ ձայները, որոնք մարդիկ կտան ձեզ։ Այսինքն մի հատ ուզում եմ հասկանամ, էլի, այս ընդհանրապես իրականում սա ինձ համար այնքան անհասկանալի թեմա է, էլի։ Ինչ հարաշակում փոշիացնել, կարեք ինձ բացատրեք։ Ասենք օրինակի համար ես համարում եմ, որ Հայաստանում ոչ ոք նման ռազմավարական մոտեցում չի ներկայացնում Հայաստանին, ոնց որ մենք ենք արել։ Ասենք 2017 թվականին, երբ որ բոլորը ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք հենց ռազմավարությունից ելնելով ասում ենք, որ չէ, լուծված չի ու բերելու աղետալի հետևանքներ, պետք է լուծել։ Սենց մի հատ բան է, չէ, երկչախումբ էր քաղաքական ուժերի, բոլոր, անխտիր, բացի կոնգրեսից, որոնք դրա մասին խոսում էին, լուծված է, մանտրայի պես բան կրկնում էին, բան։ Պարզվեց դուք ստրատեգիական մտածողություն չունեք, մենք ունենք։ Հիմա մենք ունենք ստրատեգիական մտածողություն, ու միգուցե միակն ենք, այս ընտրությանը մասնակցող ուժերից մեկը, որ ունի ստրատեգիական մտածողություն, ու դա ամենակարևոր պահանջարկված բանն է Հայաստանի համար, եւ մենք չպետք է մասնակցենք ընտրություններին։ Չէ, տեսեք, ինչ նկատի ունեն ասելով ձայների փոշիացում։ Օրինակ կան ընդդիմադիր տրամադրված մարդկանց խումբ, օրինակ, չգիտեմ, 50% պայմանական։ Այդ մարդիկ հիմա եթե ընտրություններին մասնակցում են 19 ուժ, որոնցից օրինակ 15-ը ընդդիմադիր ուժեր են, այդ 15 ընդդիմադիր ուժի մեջ է բաժանվելու այս 50%-ի ձայները, ու մի մասը չի անցնելու խորհրդարան, եւ ընդդիմադիր տրամադրված մարդկանց ձայների մի մասը ներկայացված չի լինելու խորհրդարանում։ Դրա համար չեք պատրաստ եք այս պատասխանատվությունը Պատասխանատվությունը ինչ հարցում է։ Մենք ինչն է խնդիրը։ Ասենք ընտրությունների իմաստը հենց դա է, չէ՞, դու գնում ես ընտրությունների կամ կարողանում ես համոզել բնակչությանը, որ քո օգտին քվարկել, կամ չես կարողանում համոզել։ Ու այո, այդ դեպքում այդ շեմի պատճառով, որը իրականում ես համաձայն եմ, որ պետք է իջացնել անգամ մինչև 1%-ի, բայց ասենք այդ շեմի պատճառով, ասենք դու չես մտնում պարլամենտ, հետո ինչ դրանից ում է ինչ վատելնում։ Դե եթե մի ուժ գնար, մի ընդդիմադիր ուժ մասնակցեր ընտրություններին, այդ խնդիրը լուծվում էր, այսինքն բոլոր ընդդիմադիր Ո՞նց է լուծվում։ Բոլոր մարդիկ, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեին, գնում ընտրում էին այդ մեկ ուժին, եւ այդ մեկ ուժը, չէ, դուք ախր որտեվ չեք ձևակերպում, ճիշտ խնդիրը։ Դուք ուզում եք ասեք հետեւյալը, որ եթե սենց Նիկոլը եթե հավաքում է, ասենք, ինչ որ մի հատ տոկոս 50%-ից քիչ, ինքը փոշիացված ձայների պատճառով կարողանում է հաղթարել 50%-ից բարյավը։ Դուք եք ուզում ասեք։ Բայց այդպես չի իրականում։
Հենց դա որ տեն չի։ Որտեղ ընտրական օրենսգիրքը մի քիչ ավելի բարդվան է նախատեսում։ Հենց դա ես այդ բոլորին փորձում եմ բացատրել, որտեղ դա բացարձակապես կապ չունի իրողության հետ։ Իրականությունը հետևյալն է, եթե մի րոպե մտնենք այդ բանի մեջ, այդ ստանդարտ սոցիոլոգիական, այսպես ասած, մտավարժանքների մեջ, սոցիոլոգիային չեմ հավատում Հայաստանում, լրիվ աղավաղված, լրիվ փողի ազդեցության, քաղաքական մանիպուլյացիաների ազդեցության տակ բանա, տվյալներ են դրանք ձևավորվող։ Բայց ասենք մի րոպե մտանք, ես ինչ եմ ասում, չէ, ասում են, այ իշխանությունը այսքան կհավաքի, այն 3 անցողիկ ուժերը այսքան կհավաքեն, ու դուք որ չանցակ, այդ տոկոսը որ կարող է լինել Նիկոլի դեմ, ինքը գնալու է բանի, այդ ինքը Նիկոլին հասցնելու է 50%-ի, որտեվ ձեր ձենը ի վերջո վերաբաշխվելու է Նիկոլի օգտին։ Նախ դա այստեղ մի քանի մանիպուլյացիայի մի քանի էտապներ կան։ Մանիպուլյացիա համար 1, դուք չեք անցնի բանա 4%-անոց շեմա։ Ով ասեց։ Այդ որտեղից է հետևում, որ մենք չենք անցնի 4%-անոց շեմա։ Օրինակ կարող են ասել այդ մարդիկ, որ դուք նախորդ ընտրություններին հավաքել եք, օրինակ, չգիտեմ, 19000 կամ 20000 ձայն, եւ դա եթե հիմա նույն քանակի ձայներ եք հավաքում, շանս դա կլինի ամենաապուշագույն արգումենտը, որը ընդհանրապես հնարավոր է լսել, որովհետեւ չկա տենց կուսակցություն, որը, ասենք, իր ձեները ընտրությունից ընտրություն չի փոխում կամ այս կամ այն կամ այս կամ կարող 10-15%-ի, 20%-ի տարբերություններ տա։ Այսինքն դա եթե դու ասես որ այս կուսակցությունը այսքան տոկոս կհավաքի, որտեվ 5 տարի առաջ ինքը այսքան տոկոս հավաքել, դա աբսուրդ է, էշություն։ Չկա տենց բան։ Ոչ մի նորմալ դեմոկրատական երկրում դուք չեք կարող դատել այս ընտրությունների տոկոսի մասին անցյալ ընտրություններով։ Չկա տենց բան։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ որ կուսակցությունները 10-15%-ի բան են արել, թռիչք են կատարել ինչ որ ընտրություններում։ Կարևորը ճիշտ ընտրություն անցկացնես, ճիշտ ձևակերպումները գտնես։ Հիմա, այսինքն դա փաստարկ չի։ Դա գոյություն չունեցող փաստարկ է։ Հիմա ինչ որ սոցիոլոգներ, ինչ որ էքսպերտներ, որոնց բոլորի այդ վերլուծությունը պատվիրված է այդ ազդեցիկ ուժերի կողմից, արդեն որոշել են մեր ընտրությունների ընթացքը։ Կներեք, պաշտոնական քարոզչություն կա, չէ՞։ Երբ է սկսում մայիսի 8-ից։ Բայց մինչև մայիսի 8-ը դուք արդեն որոշել եք ով է անցնում պարլամենտ։ Այսինքն այդ քարոզչությունը այլևս կարելի է չանել, բախենք անեն։ Այսինքն ոչ մի նշանակություն չունի քարոզչության process-ը։ Ես ճիշտ եմ հասկանում։ Այդ որտեղ է այդպես։ Աշխարհում որտեղ կա նման բան, որ քարոզչության process-ը ոչ մի ազդեցություն չի ունենում բանի ընտրական էս ռասկլադի վրա կամ տոկոսների վրա եւ այդ որտեղ է դες բան։ Հակառակը։ Հենց քարոզչությունն է բան անում։ Ազդում, փոխում եւ այլն, որտեղ քարոզչությունը ամենակարևոր մեթոդն է համոզելու մարդկանց։ Հիմա դուք քարոզչությունը չեղած դեռ քարոզչական այդ ընթացքը չած արդեն որոշել եք։ Ուրեմն այդ արգումենտը չեմ ընդունում, առաջինը, որ 4%-ը այ դուք չեք ասում։ Հիմա գնանք ամենավատագույն սցենարով մեր համար։ Ասենք չենք անցնում 4%-ը։ Հավաքում ենք 3 ու, չգիտեմ, 7%։ Ինչ է լինում։ Ով է դրանից դուժում։ Ձեր ընտրողները հիասթափվում են։ Մեր ընտրողները, կներեք, մեր ընտրողները չեն գալիս ընտրելու համար մեր սիրուն աշկերի համար։ Մեր ընտրողները իրանց գաղափարների համար են գալիս մեզ ընտրելու, որտեղ մեր ընտրողները ուզում են, որ մեր ստրատեգիան հաղթի, ոչ թե մենք հաղթենք, մեր ստրատեգիան հաղթի, մեր պատկերացումները։ Այդ մարդիկ այդ պատկերացումները ունեն։ Հիմա ավելի լավ է, որ այդ պատկերացումները ընդհանրապես ներկայացված չլինեն այս քարոզչության մեջ։ Ավելի լավ է, որ այդ առաջարկը չդրվի այս շուկայի մեջ։ Ես չեմ կարծում տենց։ Հակառակը, եթե մենք այդ առաջարկը չբերեինք շուկա, քաղաքական շուկայի մասին է խոսքը, մեր ընտրողը մեզ կմեղադրեր, կասեր, չհասկացա, մի լուրջ բան ասողը դուք էիք, այն էլ դասալիքի պես լքեցիք դաշտը։ Դրա համար էդ էլ փաստարկ չի։
Մնում է երրորդ փաստարկը, որ ասում են ձեր փոշիացված ձայնը կարող է բանին այդ բարձրացնի, ուրեմն Նիկոլին 50% անցնի։ Բայց կներեք, եթե Նիկոլը շանս ունի 50% անցնելու, դա նշանակում է, որ արդեն անցած ուժերի մեջ ինքը արդեն ունի առավելություն բանի նկատմամբ, այդ անդիմության նկատմամբ, որտեղ հակառակ դեպքում մեր ձայները բաշխվելու են ավելի շատ անդիմության կողմը։ Ինչ եմ ուզում ասեմ, անցած իշխանության ու անդիմության բալանսը, եթե անգամ մենք փոշիացնենք մեր ձայները, մենք չենք փոխելու։ Մենք այդ բալանսը կարող ենք փոխել մենակ անցնելով պարլամենտ։ Այդ դեպքում այո, բալանսը կփոխենք հանուն հօգուտ անդիմությանը։ Բայց եթե չենք անցնում պարլամենտ, մենք բալանսը չենք փոխում։ या մասնակցենք, या չմասնակցենք։ Դա արդեն ուստեղ գալիս է իմ 5-րդ արգումենտը։ Մենք մասնակցելով, ելի եմ ասում, ամենավատագույն սցենարում, մենք ձայն չենք փախցնում անդիմությունից, մենք ձայն փախցնելու ենք Նիկոլից, որովհետև ոչ ոք մեր նման չի կարող ջախջախել Նիկոլ Փաշինյանի գլխավոր հաղթաթուղթը, այն իրապնդումը, որ իբր ինքը խաղաղություն է բերել Հայաստանին։ Այդ հարցում բնակչությունը մեզ է վստահում։ Խաղաղության հաստատման հարցում պատերազմ թե խաղաղություն այս դիսկուսիաների շրջանակում ժողովուրդը մեզ է վստահում, որովհետև մենք ժամանակին դրա կողմնակից էինք եւ միակն էինք, որովհետև մենք բացահայտեցինք, որ 2019 թվականին Նիկոլը մերժել է խաղաղությունը եւ տարել է մեզ դեպի պատերազմ, եւ որովհետև հիմա էլ մենք ցույց ենք տալիս, որ իր ամբողջ այս բանը հռետորաբանությունը իբր թե բերած խաղաղության մասին բացարձակ կեղծիք է։ Պարոն Զուրաբյան, ընտրություններին գնում եք իգործ կարգախոսով։ Չէ, խելամիտ ուղի։ Իգործ կարգախոսը փոխեցիք։ Երկուսն էլ օգտագործելի են, բայց գլխավոր կարգախոսը դա խելամիտ ուղին է։ Խելամիտ ուղի դեպի խաղաղություն։ Խելամիտ ուղի Հայաստանի համար։ Եվ այլն եւ այլն։ Այսինքն ինքը տենց բանա տարբեր բառակապակցություններում օգտագործվող կարգախոս է, բայց իր հիմքը հենց դա խելամիտ ուղի։ Անդրեք ձեր խելամիտ ուղին։ Ես ինձ թվում էր իգործն է դեռ ձեր կարգախոսը, ուզում էի ձևակերպեք ավելի կարճ, թե ինչ գործ եք անելու, եթե այտենց մի նախադասությամբ ձևակերպեք, որը կլինի։ Մի նախադասությամբ։ Մի նախադասությամբ ինչ գործ եք անելու։ Եթե մի նախադասությամբ դուք հիշում եք, որ ես ասեցի սա գործը։ Քանի որ ամբողջ հարցազրույցի ընթացքում մանրամասն խոսեցինք, մի նախադասությամբ, որ ընտրողին ասեք, մենք իգործ կարգախոսով գնում ենք եւ անելու ենք այս գործը, որը կլինի դա։ Հայաստանին ռազմավարական ուղղություն հայտնելու գործը։ Մենք պետք է Հայաստանը դնենք ռազմավարական մտածողության ուղու վրա, որտեղ առանց ռազմավարություն ոչ մի նպատակի չես կարող հասնել։ Գիտեք, շախմատում sense շատերը ասում են, կարծեմ տալն էր ասում Թեով, ասում են ավելի լավ է շախմատում վատ ռազմավարություն ունենաս, քան չունենաս ընդհանրապես։ Ու իսկապես այդպես է, ով որ շախմատ խաղալ գիտի, ու ինչքան բարձր մակարդակի վրա այնքան ավելի շատ նա կհամաձայնի այս մտքի հետ։ Դու պետք է ունենաս ռազմավարություն։ Կարող է սխալ լինի, կարող է վատ լինի, բայց դա ավելի լավ է, քան եթե դու ոչ չգիտես ինչ ես անում։ Չես որոշել ինչ է քո ռազմավարությունը որն է։ Հիմա ես ասում եմ, Հայաստանի քաղաքական դաշտի գլխավոր, ընդհանրապես Հայաստանի քաղաքական մտքի գլխավոր սուր դեֆիցիտը դա ռազմավարական մտքի սուր դեֆիցիտն է։ Բացակայությունը։ Այսօր այս սաղ քաղաքական ուժերը ոնց որ 2017 թվին չունեին ռազմավարություն, ռազմավարական մտածողություն, մարտահրավերների ճիշտ գնահատական Հայաստանի շուրջ ստեղծված եւ դրանց հաղթահարման լուծումներ, այնպես էլ հիմա չունեն։ Էլի ես համարում եմ, կներեք, ու մեր նախընտրական ծրագիրներն է դա ցույց տալիս, իրենց նախընտրական ծրագիրներն են դա ցույց տալիս, որ միակ քաղաքական ուժը, որը ռազմավարական պատկերացում ունի Հայաստանի զարգացման մասին,
դա հայ ազգային կոնգրեսը։ Դրա համար մենք ասում ենք, մեր կարգախոսն է խելամիտ ուղի, Հայաստանի խելամիտ ուղին ի գործ, եթե ուզում եք այդ կարգախոսները հավաքենք մի նախադասության մեջ։ Շնորհակալ եմ պարոն Զուրաբյան հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։